Բարոյական ու նյութական աջակցությունից զատ հողը տառապանք ու արյուն է պահանջում, ու եթե հարկ լինի, հարկ կար։ Արցախում մարտնչող խիզախներին ձեռնամարտի գիտություններ պետք, ու դրա համար նա պիտի շտապեր Հայաստան։ Թաղային կռիվների, մոտ հարձակումների մասնագետը չէր կարող ապրել անձնական անհոգ կյանքով, նա պիտի վարժեր հոգով հզորների։ Քարտեզագիտության խնդիրներ կային, զենքի արվեստին տիրապետելու երկար տեխնաջան աշխատանքի անհրաժեշտություն, ու Մհերը, որ իր առյուծասիրտ նախորդի արժանավոր ծիլն էր, անհատակ նվիրումով զինվորագրվեց այն լուսաշող դավանանքի հաղթանակին, որի հռչակագրի պարզերես պայմանն է, եթե հարկ լինի, նաև կյանքիս գնով։ Դժվար, թանկագին գրավ, բայց արժանի հարգանքի հավերժ խոնարհման։ Ու նա դարձավ անմահ ժամապահը Նաիրյան սրբատաշ տաճարի։ 92-ի գարնանը ձմեռային բանակումներից հետո Մհերը տեղափոխվեց Արցախ, Շուշիի առանձնակիտ մարտակ։ Կարճ ժամանակ անց գործելու հրետանային հարձակողական համակարգի իր բանաձևային առաջադրումների իրագործման համար նա տեղափոխվեց Մարտունու 26-րդ մոտահրաձգային գումարտակ, որ դարձավ իր կուսակից ընկերոջ Մերուժան Մոսեյանի ղեկավարած հրամանատարական ուժերի հետախուզական ու զինական մասի հրահանգիչն ու խորհրդական։ Պիտի հայտնագործեր հայի մաքրագործման իր ճամփան։ Պիտի մաքարեր, որ հայի խոսքը հատկապես օրհասական պահին դառնար միաբարբար ու միալեզու, որ բեյրութահայն ու կանադահայը պարզապես կոչվեին հայ, մեկ ցավով, մեկ իղծ ու աղոթքով դառնային միակենտրոն, ապրեին հայրենիքով, ապրեին հայության համար, այլևս չարտագաղթելու, չպանդխտանալու պայմանով։ Դենքից չքացել էր անսահման բարության ջերմ, չկար այլևս համեստ լրակյաց Մհերի պոետական պատկերը, ոսոխի դեմ կանգնած էր հաստատական դաշնակցական ֆիդայի։ Պատերազմ էր Հայաստանում, ու նա իր կռիվներ տալիս Մարտունիում։ 92-ի օգոստոսի 22-ին թուրքական օդուժը խախտելով ժամանակավոր հրադադարը ռմբակոծում էր Գևորգավան և Կուրապատ կինոգյուղերը։ Հարկավոր էր ամրապնդել Մարտունու հյուսիսային ռազմագծի պաշտպանական հատվածը։ Ձեռնարկի կարևորությունը արտակարգ էր, և Մերուժանը ինքը ստանձնեց այդ առաջադրանքը։ Մհերը անբաժան էր ընկերոջից ու միացավ ռազմագիծ շտապող խմբին։ Օգոստոսի 23-ին արկի չրաբաստ պայթյունը վերջն ու սկիզբը դրեց մի լուսավոր անհատի, որն իր ապրած ինքնամոռաց կյանքով հատկապես պիտի փաստեր, որ ազատության դժվարին ճամփան նախ անցնում է փորձության մահվան կիրճով։ Մհերի բախտակիցները դարձան Մերուժանը, Արտակը, Ռուդիկը, Լևոնը։ Հենգասայր Բռունցք, որ Լիսաբոնի 5-ի ինքնազոհության օրինակով մեկ անգամ ևս պիտի հարվածեր խավարի հրեշին, իլուր ամենքի բարձրաձայն ու հաստատակամ հայտարարելով, որ Սիսն ու Մասիսը հող ու քարի զանգված չեն, Արաքսը պարզապես հոսող ջուր չէ, Զվարթնոցը լոքշինություն չէ, Մեսրոպյան տառը գրավոր միշ չէ, հայրենի վիհերն ու կիրճերը հրաբխային ժայթքումներ չեն, աշխարհասկզբի և մարդասկզբի օրրան, հայի Հայաստան հայրենիք։ Հայաստան հայրենիքի համար, եթե ունենար բազում կյանքեր, բազում անգամներ էլ խոնարհորեն պիտի զոհաբերեր։
նշան գործերը փառաբանման կարիք չունեն։ Քո փառքի կրծքանշանը հողի այն բուրն է, որ ցավ ու քրտինքի մակարումով ետ բերեցիր, հողահավաքը դարձնելով բարշակատ հայի ուրախնդիր վարկ։ Ահա քո խաչատեղին, ընկեր, դառնագույժ ու սրտացավ, բայց կերպը պատմության ու ճակատագրի լուսանցքներից դուրս նետված ցեղիտ արժանապատվության ու ազատության վերահաստատման։ Դու ես ինքնիշխանն ու իրավատերը, քոնն է ցեղիտ ապագան կրելու միահեծան իրավունքը։ Ու հիմա մի վերջին պտույտ ես գործելու, շարունակելով հավերժի քո ճամփան, մեզ պարգևելով ազատության հավերժական բերկրանքը։ Լուսավոր ուշը մեհեր ընկերոջ, Սասունցի հոր արժանավոր զավակի, որ իր պապերի կիսատ կռիվը կռվեց Արցախում, համոզված լինելով, թե մի օր պայքարի կրակը նոր խենթազարկով պիտի տարածվի Վանում, Մուշում, Սասունում։ Հալալ է քեզ, Սասուն, բարի, դու էլ երազ ունես կատարելու, վրեժ ունես պատմությունից դեռ հանելու, Սասնա հողը վար ու հերկի է կարոտում, բարի, մինչև վերջ հայրին դու ամբարես, և այդ պարը մասիս լեռան լանջին պարես։ Վերադարձըտ բարյավ, հեռացումիտ օրնակ։